Մեր տան հասցեում հին մարդկանց անուններն ա գրած, հին տերերի։ Ձեր անունները չկան։ Չէ, բայց մենք ընտրություն արեցինք։ Շուտ են գնել 5 տարի։ Գնել են, բայց հին տերերի անունով մնացել։ Վաղարշաբաթի ընտրություններին տեղամաս քվեարկելու չգային, չէին իմանա, որ իրենց տան հասցեի վրա գրանցված հավելյալ մարդիկ կան, ու այս ընտանիքի նման շատերը։ Ենթադրյալ բոլոր ընտրախախտումների շարքում ամենահաճախը հենց այս ահազանգն էր տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների ընթացքում։ Լրագրողները, դիտորդներն ու ընտրական գործընթացը վերահսկող պաշտոնյաները չէին հասցնում տեղամասից տեղամաս գնալ։ Մեկի հարցերը չպարզած, մյուսներ վրա հասնում։ Հանգուցյալներ, անծանոթ քաղաքացիներ, ինչպես են եկել, մեր տանը գրանցվել։ Հարցն ընտրական օրվա ներվային օդում էին կախել վաղարշաբաթցիները։ Բնակիչներ կային, որոնք եկան, արձանագրեցին, որ իրենց տան վրա գտնվում է տվյալ փողոցից մեկ այլ մահացած բնակիչ։ Մեր մեկ այլ բնակիչ արձանագրեց, որ իր տան վրա գրանցված է անհայտ ընտրող, որը ոչ վարձակալ է եղել, որի անուն ազգանունը իրեն ոչինչ չէր ասում։ Հիմա սկզբից ինչպես են քաղաքացուն ինչ-որ հասցեում հաշվառում, մեր օրենսդրությունն այստեղ երկու տարբերակ է առաջարկում՝ հիմնական և փաստացի գրանցումներ։ Առաջինը անշարժ գույքի սեփականատիրոջ և նրա թույլտվությամբ ընտանիքի մյուս անդամների համար է, երկրորդը հասցեում միայն ժամանակավոր ապրողների, ընդ որում տանտիրոջ համաձայնությունն այս դեպքում պարտադիր պայման չէ, մի դիմումը լրիվ բավարար է։ Համայնքային ոստիկանը գնում է ստուգում է, եթե տեսնում է անձը բնակվում է իրապես այդ հասցեում, անձին հաշվառում են։ Եվ այդ պարագայում սեփականատերը նույնիսկ կարող է տեղյակ չլինել, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանում առկա է ինչ-որ անձանց հաշվառում փաստացի բնակվող։ Միջազգային նորմալ պրակտիկա է, ասում են մասնագետներն ու միտքը բայցով կտրում։ Երբեմն ականջներին լուրեր են հասնում, թե համայնքային ոստիկաններն օրենսդրական այս պահանջին մատների արանքով են նայում, կամ ստուգման չեն գնում, կամ էլ այցելությունը ֆիկտիվ է լինում։ Բնակության փաստն ապացուցելու անհրաժեշտություն մեծ իմաստով չի լինում։ Քվեարկելու եկած վաղարշաբաթցիները պնդում էին իրենք իրենց տունը, ով ու երբ հյուր եկավ ինչ-որ մեկին փնտրելու, որ չտեսան, այդ մասին չիմացան, բայց ոստիկանը համոզվեց, նա այդտեղ է ապրում։ Եթե նման իրավիճակ է, դա արդեն օրենքի կոպիտ խախտում է եւ այդտեղ նաեւ կարող է հանցակազմի տարել պարունակվեն, որովհետեւ այդտեղ փաստացի կեղծ տեղեկատվություն է ներառվել, այսինքն այդտեղ պիտի քննություն իրականացվի եւ պարզվի թե ինչպես է ստացվել, որ անձը չի բնակվել, համայնքային ոստիկանը գնացել է կամ չի գնացել եւ այդ հաշվառումը իրականացվել է։ Դա նորմալ երևույթ չի։ Թեպետ հոգևոր մայրաքաղաքի վերջին ընտրությունների ընթացքում հավելյալ հաշվառումների հետ կապված ահազանգերն այնքան շատ էին, որ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը ստիպված եղավ լրագրողների հետ հրատապ հանդիպում կազմակերպել ու պարզաբանել իրավիճակը։ Նույն կառույցի պաշտոնյան Սուրենկյան հետ զրույցում տեղեկացնում է, անհատական եւ ոչ մի դիմում մինչեւ օրս չեն ստացել, սակայն լրատվամիջոցների բոլոր հրապարակումների հետքերով գնացել են։ Ներկայացնեմ երկու դեպք, որոնք իրենց մեջ ընդգրկում են բոլոր բարձրացված խնդիրները։ Մասնավորապես մի դեպքում անձը ընտրատեղամասում հայտնել էր, որ չի ճանաչում այդ անձանց, ուսումնասիրությամբ պարզվեց, որ հասցեում հաշվառված են 22 անձինք, որոնցից երկուսը փաստացի հիմունքներով, 20-ը մշտական հիմունքներով, այսինքն հաշվառում դիմում ներկայացնելիս ներկայացվել էր սեփականության վկայական կամ սեփականատիրոջ համաձայնություն։ Ընդ որում հաշվառումները կատարվել էին 2021 թվականին, շուրջ 4 տարի առաջ։ Հաջորդ դեպքը, ասում էր, որ չի ճանաչում իր հասցեում հաշվառված անձանց, մեր ուսումնասիրություններով պարզվեց, որ տվյալ անձը հանդիսանում է սեփականատիրոջ քույրը։ Այն դեպքերը, որոնց մասով մենք կարողացանք ինֆորմացիա ստանալ, առանձնապես չէին հուշում համակարգային սիստեմատիկ փորձերի մասին, ընտրացուցակը կեղծելու կամ ընտրությունների արդյունքները կեղծելու։ Այն դեպքերը, որոնք մենք կարողացանք ճշտել, հիմնականում սխալի, տեխնիկական վրիպակի, հասցեները փոխելու, չիմացության եւ այլնի արդյունք էին։ Այստեղ գերատեսչության բնակչության պետական ռեգիստրի բաժնի պետը հիշեցնում է, կենտրոնական ընտրականի հետ մինչև քվեարկության օրը 2 անգամ ցուցակները հրապարակում են նախնական ու վերջնական տարբերակներով։ Ուստի անճշտություններ նկատելու դեպքում քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել, խնդիրները պարզաբանել, լուծել։ Ընտրական փորձագետն առաջարկում է նույն գործընթացի ինտենսիվություն
հաղորդակցությունն ակտիվացնել, ինչպես նաև քաղաքացուն տեղեկությունն իսկապես հասցնել։ Բոլորը գիտեն, որտեղ փնտրել հրապարակվող ցանկերը։ Բոլոր այդ դեպքերը, որ քվեարկության օրը բացահայտվեցին, կարող էին շուտ բացահայտվել, եթե նգնեն աշխատանք տաներ քաղաքացիների հետ։ Կասկածներ չեն եղել նախքան ընտրությունները, որ ինչ-որ զանգվածաբար գրանցումներ են լինում։ Չէ, այս պարագայում բոլոր հաշվառումները կատարվել են պատշաճ վարչարության միջոցով, այսինքն չկա որևէ դեպք, որը կապացուցեր հակառակը։ Օրինակ կարող եմ հիշել 2023 թվականի Երևանի ընտրությունները, երբ էլի մենք անոմալ մեծ թվով գրանցումներ հայտնաբերեցինք ցուցակներում, որոշ հասցեներում, առանձնացրեցինք ամենաշատ թվով 50 հասցեները եւ ստուգումներ արեցինք այդ հասցեներում։ Հասկացանք, որ կան անփութություններ, կան տեխնիկական սխալներ, բյուրոկրատական սխալներ, երբ օրինակ կարելի է մեկ հասցեում գրանցել 200 հոգու, պիտի համայնքը, որ սահմանում է հասցեները, ներքին գործերի նախարարությունը, կենտրոնական դրական հանձնաժողովը միասին կոորդինացնեն այս հարցերը, որպեսզի քաղաքացիների մոտ անվստահություն ստեղծող հարցեր չառաջանան։ Իսկ այդ կասկածելի հարցերի առաջացման բոլոր հիմքերը քաղաքացիները կարող են ունենալ։ Փորձագետն է փաստում իր բառերն են։ Իհարկե, բազմակայլ կոմբինացիայի միջոցով ցուցակներն այո, հնարավոր է դարձնել գործիք ազդելու ընտրական արդյունքների վրա։ Մենք ունենք բնակչության ռեգիստր, հետո ունենք ընտրողների ռեգիստր, մենք ունենք սարքեր, որտեղ որ ընտրողների ցուցակները ներբեռնվում են եւ մարդիկ նույնականացնում են անցնում։ Մենք ունենք տպված ցուցակներ, որոնք պիտի էլի համընկնեն սարքի ցուցակի հետ, պիտի որոշակի ժամկետներ պահպանվեն, որպեսզի հնարավոր լինի այդ կեղծումները անել, այսինքն եւ ի վերջո այդ մարդիկ ռեալ պիտի կամ գան ընտրատեղամաս քվեարկեն, լրացուցիչ գրանցված մարդիկ, կամ պիտի լցոնումներ արվի։ Այսուհանդերձ մասնագետն այն համոզմունքն ունի, որ միևնույն է 100%-անոց արդյունքի հասնել հնարավոր չէ, իսկ ինչ վերաբերում է թեկուզ գույքային իրավունքներ չունենալով, բայց առանց սեփականատիրոջ համաձայնության հասցեի վրա գրանցվելուն, ընդ որում նաև հաշվի առնելով ազգային օրենսդրության ընձեռած հնարավորությունը, որով տանտերը կարող է իր հասցեին արգելանք դնել ու թույլ չտալ որևէ մեկին հաշվառել, ապա փաստաբանն այստեղ խնդիր տեսնում է։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ այդ փաստացի հաշվառումը առանց սեփականատիրոջ համաձայնության իրավունքի խախտում է, սեփականատիրոջ իրավունքի խախտում է, որովհետև դա սեփականությունն է անձի եւ անձը պիտի առնվազն տա իր համաձայնությունը։ Համապետական ընտրությունների նախաշեմին ենք այս բոլոր խնդիրները առաջիկա տարում նույն ոգեղենությամբ դարձյալ կթակեն մեր դուռը։ Ժամանակը պիտի տա հարցի պատասխանը, իսկ մասնագետներն իշխանությանն առաջարկում են այն օգտագործել կանխելու, ոչ թե թեկուզ արագ արձագանքման եղանակները զարգացնելու համար։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրան Գյուն։